Հայաստան դաշինքը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Եկեք մեր համակարգացիներից հարցնենք իրենց կարծիքը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ոնց եք։ Ո՞վ ինչ մտածում։ Օր այդ եփ են դրել։ Երեք։ Օրա Փերկի Հայաստանը, Փերկի։ Թողնել ինչ պետք է որ։ Ով փրկի Հայաստանը։ Ինքը։ Մի անգամ թալնեց նորից։ Մի արդեն էլ չի թալնի երևի երկրորդ անգամը, հա։ Այո, տեխնացուները լետ քիչ է, պետք է բարձրի կանի թե չնի թե։ Լուրջ տղա եք, լուրջ մարդիկ է կարա նուժելի դուք, հենա։ 300,000 հոգի, համոտ է չեն անում արա, այս ժողովրդին ինչի տեղ են դնում։ Այ մարդիկ ձեր գործ ասեք, այս աղջիկը ինչ մեղք ունի։ Այդ աղջիկը մեղավոր է, հավատում է։ Ես օրինակ Աշխատավարձը ինչքան պետք է տա։ Քոչարյանի չեմ հավատում, որովհետև առաջ անգամ եկավ խապել, պետք է ինքը չլներ։ Ինքը լավ մտածել, որ ժողովրդի 80% չի համան։ Քոչարյան չէ, բանին, Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանը իրավունք չունի նստել։ Սամվել Կարապետյանը իր ձենը տալու է Քոչարյանին։ Սամվել կտա իրան, կտենա։ Ծառուկյանը բոլորը տալու են Քոչարյանին, նա ծրագրված բան է, իրանք արդեն պայմանավորված։ Բանին, Քոչարյանին որ դադում էին, բանը Սամվել Կարապետյանը 2 տրիլիոն տվեց, գրավի դիմաց հանեց Քոչարյան։ Հիմա իրար հետ կապ ունի։ Բոլորն իր հետ կապ ունեն, բաչիկ ջան, բոլորը։ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, մեկը մեկի թաթը չի կծելու։ Շատ լավ էլ իր համար ապրում են։ Նրա համար ներողություն մի բան էլ ասեմ, ես կզատ ճիշտ ասեմ։ Բան է, անուն չերես։ Ես նորվա բան է, մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլը, հա, Նիկոլը։ Նիկոլի անունն է մոռանում է։ Ուրեմն դու Չէ, Նիկոլը։ բնակիչ ես։ Նիկոլը։ Աշխարհի 99% Նիկոլին գիտի։ Նիկոլը հիշում է։ Հիմա գնա 2 տարեկան երեխին ասա։ Նիկոլովը, ասում մեր վարչապետ։ Ես ճիշտ ասեմ, անկեղծ ասեմ, Նիկոլը հիշում է ազգանունին։ Փաշինյանն է, հա, ասմարա Նիկոլ մտքումս ասերա հարմորա։ Մեր վարչապետն է, պետք է քաղաքավարի մոտին, Նիկոլ Փաշինյան։ Բայց այստեղ եկեք, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես եք վերաբերվում։ Ազիջան, կլնի քեզ ոչ մի բան չասեմ, կարող եմ նեղացնեմ։ Չէ, ասեք, ասեք։ Սիրուն աղջկա։ Ասեք։ Ինչ ասեմ, Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ կարելի ասել, երբ որ իրան տեսել ենք, իր դեմքը, իր առաջ-չարածները տեսել ենք։ Այսինքն հիշում եք իր կառավարած։ Ինչ ասենք իրան, լավ բան չեմ կարող ասեմ, վատ էլ չեմ ուզում ասեմ, որտեվ իմ տարիքը թույլ չի տալի ես իրան վատաբանեմ, ինչի համար։ Ինքը իր համար ամարտ, մենք էլ մեր, բայց ինքը որպես Հայաստանի սրտացավ ղեկավար չի եղել։ Չի ցավացել իր սիրտը հայ ժողովրդի համար։ Ընդհանրապես ոչ մեկին էլ չի ցավացել։ Այս հիմիկվանին էլ որ ուզում ես ասես, ես էլ ինձ դուր չի գալի, ես շատ իրանից ոնց ասեմ, ռուսերեն ռազաչարովան։ Հիասթափված եմ։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նույնը։ Նույն։ Իրանք, Ազիզ ջան, ես քեզ մի բան ասեմ։ Իրանք իրանց դեմքը արդեն ցույց են տվել։ Հիմա իրանք ինչ էլ որ ուզենան ասեն, մենք իրանք չենք հավատում, որովհետև այն որ լավ առակ կա, չէ, հայկական ասма, թե ռուսական ասма, լուչե один раз увидеть, чем 100 раз услышать։ Հիմա իրան տեսել ենք իր կառավարման ժամանակ հայազգի վիճակը տեսել ենք, ինչ են եղել մարդիկ, ոնց ինչքան են մարդկանց նեղություն տվել, հիմա նորից որ իրանք հետ գան, արդեն այդ հետ գալու պահը իրանց հարգանք չի ներշնչում, ժողովուրդը չի ընտրի իրանց։ Նույնն էլ Սերժ Սարգսյանը, ես օրինակ կասեի, եթե համեմատելու լինենք, Հայաստանը լավ ա եղել Սերժ Սարգսյանի օրոքով մի առժամանակ, հետո իր այդ լավ բարեկամ եղբայրները, աղբերները, տղաները, որ Բիրդան կոպեկ են տեսել, թալանում են հայ ժողովրդին, Սերժ Սարգսյանն էլ իրանք խայտարակեցին։ Բայց եթե վերցնենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանով Հայաստանը ավելի լավ է եղել։
Ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Всё։ Գիտենալով իր անցյալը, գիտենալով իր ամեն ինչը չի կարելի Ռոբերտ Քոչարյանին ինչ որ որպես մարդ դաժե համարել։ Տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ոնց եք վերաբերվում։ Չենք ուզում։ Իսկ հիշում եք իր կառավարած։ Այո, ոնց կարող է չհիշեմ 50 տարեկան մարդը։ Ինչ կթվարկեք, ինչ։ Ինչ ես ուզում թվարկը։ Մեկը այն, որ ես Արցախի հետ կապ չունեմ, ու իծնե, որպես հայ կապ ունեմ։ Քոչարյանի օրոք գնացել եմ Լաչինու բնակվելու նոր ամուսնացած, որ ծլենք, ծաղկենք, շատանանք, փող էին տալի, փողերը զրկած, սաղ թողին հետ փախան։ Էդի մեկ, հետո էլ ինչ ասեմ։ 30 տարի Եվան Վարդցով ապրում եմ, 30 տարի, եւ պատերազմով անցած, եւ երկու տղը սահմանում ծառայած, եւ Ղարաբաղի համար արած, ինչ եմ տեսել, որ լավ լինի։ Ինչ եմ տեսել, ինչ արել, որ ես լավ լինեմ, ուզեմ, սիրեմ, մնամ ես երկրում։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Պարոն Քոչարյանը հիմա ասում է ես կանեմ, են կանեմ, լավ անում։ Իր ժամանակ քիչ արել այդ հարցը լուծել, որ կարում էր։ Թո իր ժամանակ աներ, եւ Ղարաբաղի հարցը լուծեր, եւ Հայաստանի հարցը լուծեր։ Չգար հաստեր այսօրին հիմա էլ ասեն էսիա, էնիա։ Իրա ձեռը եղել է շանս 10 տարի։ Աներ։ Այնքան բանկար անելու, բանակցեր, աներ, խոսար, զիջեր, չզիջեր, փող զիջեր, թո աներ, խիչ են արել։ Անեին, քուրջան։ Ոչ մեկ իրա ձեռից չի խլել, եղել, իշխանությունը ձեռն է եղել, Ռուսի հետ շատ լավ է եղել, ասում է լավ եմ եղել, աներ, հարցը լուծեր, պրզներ ժողովուրդը մեղք էին, 30 տարի պատերազմ չլներ, գրաված տարածքներն էլ տանային բնակեցնեին, գումարը տային ժողովրդին լավնային բնակեցնեին, 400-500 հազար մարդ դրսվեր այդ գրաված տարածքում եւ Արցախում։ Տեսքը փորձեր Ալիևը հարցակվել այդ երկիրը, չէր փորձի։ Կամ անեին անկախություն Արցախին, կամ անեին ինքնորոշման հարցը լուծեին։ Այդտենց օդից կախված պահել են, ինչ են այլ։ 94 թվի պատերազմից հետո որևէ մեկը կա, որ կարասի Արցախում 20,000 բնակիչ ավելացել է։ Կա տենց մարդ։ Մի սոնցարը պատասխանի, որ չէ, վախում ես չի ասես։ Չէ, ճիշտ է։ Դե կա, որ Ռոբերտ Քոչարյանը, պարոն Քոչարյանը կարասի իր կառավարման տարիներին Արցախի հանրապետությունում ազատագրած տարածքներ հետը միասին 5,000 բնակիչ ավելացել է, կարող է ասել, ոչ։ Ու հետև ինքը նցարավ Արցախցիքների Արցախ թողին եկան Երևան, բիզնես դրին, հարստացան, լավ են արել, բայց Արցախում անեին էդի, ոչ թե ստեղ։ Արցախում անեին։ Հացի թալանից ու սպանությունից։ 300,000 աշխատող ա գրե տալու է այդքան տեղը։ Ով է 300 Հենա է ավտոյի բանի վրա գրած է 300,000 հոգի։ Ով է տալու։ Հիմա վատա խաղաղությունն է կարևորը։ Խաղաղությունն է պետք։ Ինչ Ով է է գուզ։ բերել խաղաղությունը։ Հիմիկվա մեր Նիկոլ Փաշինյանով։ Ես եմ բերել բոլորս, որ Աստծուն հավատան խաղաղությունն էլ կգա։ Ես ուզում եմ խաղաղություն լինի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի տարիներից ինչ եք հիշում։ Լոնվելի, ոչ մի բան չեմ հիշում, ոչ իրան, ոչ էլ իրանց տարիները։ Բայց այստեղ եկեք, որ Հայաստան Դաշնքի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ։ Ինչու։ Գիտենք ինչու։ Իսկ հիշում եք իր կառավարած տարիները։ Այո, Ինչ կթվարկեք, ինչ կհիշեք։ միջև հիմա հիշում ենք։ Լավ ենք հիշում։ Ես դրա չեմ ուզում էլ տենամ, Ինչու։ որ ժողովրդին լավ չի նայում։ Հիշում եք իր կառավարած տարիները։ Դու խիչ եք հիշում, ամեն տարի էլ մարդ չի տեսել, լավ բան չի տեսել։ Քոչարյանը Հայաստան Դաշնքի վարչապետի տեխնացուն է, ոնց եք վերաբերվում։ Լավ չեմ վերաբերվում։ Իսկ հիշում եք իրանց կառավարած տարիները։ Հիշում եմ։ Եվ ինչ կթվարկեք, ինչ եք Շատ հիշում։ վատ, ամեն ինչը վատ։ Տեղ եկեք, որ Հայաստան Դաշնքի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես եք վերաբերվում։ Չեմ ուզում լսեմ։ Լսեք Այո։ Ռոբերտ Քոչարյան։ Այո։ Իսկ ինչ եք հիշում իր կառավարած տարիներից։ Մարտի 1 ենք հիշում, Լրի ծախեց։ հոկտեմբերի 27 ենք հիշում, այդքան մարդ կորանց կորչել ենք հիշում, բան չկա հիշում։ Վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչ կարծիք ունեք։ Ոայ։ Ինչ կարծիք պետք է ունենանք Ռոբերտ Քոչարյանի համար։ Չենք կարող ասենք, սա այնքան բացական է խոսում, հա։ Նստած էր էլի, կառավարում էր։ Ինչ պետք է նրան վստահենք մեր երկիրը։ Չէ, դժվար նրան
Բայց դե անունով տղան պետք է նստի ինքը բանանի, չէ, ինքը կառավարի։ Ինքը մեյդանա բերում իր տղային, որ տղան Ինքն է հիմա տեխնացուն վարչապետ, իսկ հիշում եք իր կառավարած տարիները։ Գիտեմ, շատ վատ էինք ապրում, այո, ինչ էինք ապրում, որ ոչ մի բան էլ չէինք անում։ Յոլա ենք գնում, յոլա։ Տեղյակ եք, որ Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչի մենք քանի վարչապետ պետք է ունենանք։ Դե իրենց վարչապետը Ես այն կարծիքին 4-ի մեջ այն ժամանակա վաղտանից որ եղել է, ըստ նման ոչ մեկը չեղել ժողովրդի մասին մտածող։ Նիկոլ Փաշինյանի։ Հա, ամեն ինչն արեց, բանը։ Արդեն եղել բրձելա։ Հա, խաղաղությունը ամենակարևոր, խաղաղությունը։ Այս բժշկական բանաստուգումը տեղորակը ծրյա, էդի կարևոր է դա։ Ես ամսի մեկին էլ թոշակները կավելացնի, էդ հերիք չի։ Դրանք իրանց ժամանակին ինչ են արել, աղջիկ ջան, այդքան բան կուզեմ ասել, հա, ով որ ժողովրդի մասին մտածում է, նա պետք է աշխատի, Նիկոլ Փաշինյան, Այո, դուք ինչ կարծիք ունեք։ Համաձայն եմ, մամամի դարուց Մի անգամ եղել է դրա լավը վատը որն է։ Այդ եմ ասում, հիշում եք իր կառավարած։ Շատ լավ եմ հիշում։ Իսկ ո՞նց էր։ Իր ժամանակ գնացել էի ես Հայաստանից, հեչ լավ չէր։ Հիմա էլ նոր եմ եկել։ Ոչ լավ, ոչ վատ։ Իսկ հիշում եք իր կառավարած տարիները։ Շատ լավ եմ հիշում։ Ինչ կառաջացնեք, չեք հիշում։ Ինչ կառաջացնեմ։ Կաշառակերությունը շատ էր այն ժամանակ, աղջիկ ջան։ Տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես եք վերաբերվում։ Դու սիրուն աչքեր շատ եմ հարգում, շատ եմ։ Բայց այդպես մարդկանց անունները չտաս ու չարցնես։ Հաջողություն։ Իսկ հիշում եք իր կառավարած տարիները։ Ես 80 տարեկան մարդ եմ, չեմ տեսա որ ոնց է կանդե, այսքան տարի ապրել եմ։ Կհիշեք Ռոբերտ Քոչարյանի կառավարած տարիներից։ Չկա, լավ բան չկա։ Ընդհանուր կարծիքը լավ չի, մեր Փաշինյանից լավ չկա։ Տեղյակ եք, որ Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչ կարծիք ունեք։ Չէ, մենք Փաշինյանն ենք։ Չենք ուզում, մենք Փաշինյանի կողմնակիցն ենք։ Իսկ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի կառավարած տարիները, ինչ կարծիք կարտահայտեք։ Չենք հիշում։ Հիշում ենք, չենք ուզում հիշենք հիմա։ Մենք Փաշինյան կողմնակիցն ենք, մենք շատ գոհ ենք Փաշինյանից։ Նույնը։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար